Փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանի համոզմամբ ՀԱՊԿ պետք է արձագանքեր մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը։ Քոչարյանը, ով նախագահ Սարգսյանի հետ մեկ շաբաթ առաջ ներկա էր Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովին, Ազատությանը տված հարցազրույցում ընդգծեց. եթե դաշինքի անդամ երկրները ցանկանում են ունենալ ազդեցիկ եւ ոչ թե ձևական կառույց, ուրեմն պետք է առաջնորդվեն կազմակերպության պայմանագրով։ Խոցվեց Ռուսաստանի ինքնաթիռը, բնական է, եթե դու ունես ռազմաքաղաքական կառույց, պետք է որոշակի արձագանք լինի։ Իդեպ այս անգամ այդ արձագանքը եղավ, բայց հիշում եք, ես ասում եի, որ շատ հարցերում այսօր Թուրքիան է ընդօրինակում Ադրբեջանին։ Իսկ չկա արդյոք այդ նմանությունը, երբ որ Ադրբեջանը խոցեց հայկական ուղղաթիռը ու ըստ էության արձագանք չեղավ կոնկրետ ՀԱՊԿ-ի կողմից։ Այո։ Չնայած մենք իրենցից որևէ չենք խնդրել աջակցություն, մենք դրա խնդիրը չունենք Ադրբեջանին պատժելու համար, բայց որպես կառույց իր վերաբերմունքը պետք է արտահայտեր։ Տեսեք, զուգահեռ ակնհայտ է եւ նախագահի ելույթը նաեւ պայմանավորված էր այդ հանգամանքով։ Եթե մենք ցանկանում ենք իրոք ունենալ ազդեցիկ ռազմաքաղաքական կառույց, այլ ոչ թե ձևական, ուրեմն կան հարցեր, որտեղ պետք է առաջնորդվել հենց պայմանագրով։ Իսկ պայմանագրում ՀԱՊԿ-ի կան կետեր, որոնք միանշանակ պահանջում են նմանատիպ իրավիճակներում համապատասխան արձագանք։ Ու տեսեք, նախագահի ելույթը մի մասը դա ՀԱՊԿ-ում նիստի ժամանակ էր, իսկ այն ինչ որ նա արտասանեց արդեն լրագրողների առջև, դա համաձայնեցված դիրքորոշում էր։ Այսինքն այն քննադատականը, որը հնչեց Թուրքիայի նկատմամբ կապված այդ քայլի հետ, դա գնահատական էր բոլոր երկրների։ Ինչ արձագանք գտավ ՀԱՊԿ անդամների կողմից։ Տեսած, եթե քայլը այսօր կատարվել է, դա արդեն հիմք է ստեղծում, որ ապագայում արդեն այդ մոտեցումը արդեն, ինչ ասեմ, կյանքի կոչվի։ Շատ է խոսվում, որ ՀԱՊԿ-ի ներսում կան լուրջ հակասություններ, ասում են, խնդրեմ, ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր Ռուսաստանը, Բելարուսը հսկայածավալ սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, Ղազախստանը միջազգային կառույցներում շատ հաճախ բռնում է Ադրբեջանի կողմը։ Դուք նման հակասություններ զգում եք։ Չէ, գիտեք, ինչ եկեք հասկանանք։ Առաջինը, մենք ՀԱՊԿ-ի երկու անդամներ, Ղազախստանն ու Ղրղստանը, թուրքալեզու պետությունների այդ կազմակերպության անդամ են, որտեղ իրենք ունեն իրենց շահերը, ընդհանուր շահերը։ Մյուս կողմից, այո, իրենք եւ Եվրասիական տնտեսական միության անդամ են եւ ՀԱՊԿ-ի անդամ։ Այստեղ արդեն խնդիր կա, որ պետությունը լինելով միաժամանակ տարբեր կազմակերպություններում ամեն դեպքում պետք է կատարի այն պարտավորությունները, որ ունի կոնկրետ տվյալ պարագայում ՀԱՊԿ-ում կամ Եվրասիական տնտեսական միությունում։ Այսինքն մի կողմից մենք պետք է հասկանանք, որ ամեն պետություն ելնում է իր շահերից, բայց մյուս կողմից շատ բնական է պահանջը, որ լինելով որևէ կառույցի անդամ դու պետք է կատարես այն պարտավորությունները, որ ունես այդ կառույցում։ Իսկ որ հակասություն կարող են լինել, իհարկե, այդ որ երկրում չկան։ Ինչի ՆԱՏՕ-ում, ասենք թե նույն Հունաստանն ու Թուրքիան չունեն հակասություններ, իհարկե ունեն, բայց մյուս կողմից նույն կազմակերպության անդամ են եւ պարտավոր են առաջնորդվել այդ կազմակերպության կանոնադրության։ Շավարժ Քոչարյանը հերքեց լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դեմ են եղել, որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնի դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այդպիսի բան գոյություն չունի, միանգամից ես պատասխանեմ։ Խնդիրը հետեւյալն է, որ առ այսօր դա հիմնարար փաստաթղթերով կանոնակարգված չէր գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ընդհանրապես գրված է, որ պետք է լինի այս ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացի, վերջ։ Հիմա մտադրությունը նա է եւ արդեն համապատասխան որոշում նախորդ նիստին կայացել է, որ պետք է լինի ռոտացիոն ռուսական այբուբենի համաձայն եւ բնական է, որ առաջինը լինելու է Հայաստանը, Հայաստան, Բելարուս եւ այլն։